Կարո Արմենյան, մեր բանաստեղծության ամենից ինքնատիպ ձայներից մեկը, որ առանձնանում է իր ուրույն ոճով, անհատականությամբ, ասելիքով։ Իդեպ պիտի ասեմ, որ մեծարգո հեղինակը ինքն իր մասին երբեմն խոսում է իր իսկ բանաստեղծության մեջ։ Ահավասիկ ես, գրում է Կարո Արմենյանը, որ վերստին կհայտնվիմ ձեր կասկածոտ ու պախխցիկին առջև և կուզեմ, որ ճանչնակ զիս։ Այս սա է հենց այն լուրջ խոսակցությունը ոճի մասին, որը մենք սկսել ենք։ Կուզեմ, որ հասկնաք, թե երկար էր այս ճամփան ու դարձիկ։ Կուզեմ, որ գիտնաք իմ ինքնությունս, իմ քայլերես։ Շատ կարևոր հատվածներ ենք ընտրել ձեզ ներկայացնելու համար, որտեղ փայլում է ուղղակի բանաստեղծի ինքնատիպ ոճը։ Իմ անունս մի փնտրեք ձեր խառնափնթոր ցանկերուն մեջ, ձեր տոմարները չեն կրնար պարփակել զիս։ Համակարգերը անզոր են իմ ինքնությունս համակարգելու։ Եզակին եզակի է և չունի իր նմանը։ Անպիտի ապրի բոլոր ընդունված չափերեն անդին, որպես խոտոր համեմատություն։ Ես հոս եմ, ես հասած եմ հոս, արտվան այս ժամուն, երկինքներեն իջած կարոտաբաց որդիի մը պես իր հոր պատգամին անսալով։ Վերագտած է իր տունը, ես ծանոթն եմ և անծանոթը, ես հարազատն եմ և օտարը, ես անսուտ իրողություն եմ և կասկածելին, ես անանունն եմ և այն միակ անունը, որ դուք վաղուց կփնտրեք գիշեր ցերեկ, քուն թե արթուն, հետախուզության, հակահետախուզության, բոլոր հայտնի ու անհայտ զենքերով։ Սիրելի բարեկամներ, ամբողջ ժամանակակից գրականության մեջ սիրելի բանաստեղծը առանձնանում է ահա այս ինքնատիպ ոճով։ Դա մեջին խրոխտ արժանապատիվ ոճն է, որը բոլորովին կարիք չունի հանջի, չափի, իր ոտանավորը բերում է ազդու խոսք և սա իր ոճի յուրահատկությունն է, զորավոր խոսք և ուժեղ անհատականություն։ Սա Կարո Արմենյանի ոճի գլխավոր յուրահատկությունն է։